Աղետաբեր պատերազմով է սպառնում Փաշինյանը, եթե ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը ձախողի։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում։ Շանտաժ, Ոնց ուզում եք գնա, ինձ վախ, 18 տվին գայր ասել։ մանիպուլյացիա։ Հիմա ասում եմ։ Ինչ խղճուկ քայլի ասես, որ չի գնա Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու համար, ասում են մարդիկ։ Իրական պատերազմը Փաշինյանի գլխում է, կարծում են Երևանում։ Պատերազմը իր գլխի մեջ։ Հարսադանի տղա Մուրադը ասма պատերազմ անելու, չի լինելու պատերազմ։ Վախացնելով ոչ մի ծնողի, ոչ մի մոր չես կարող տանես ընտրություններին։ Դու ինչ ես ծնողների վախացնում, որ եթե ինչ ընտրես, պատերազմ է լինելու։ Չի լինի պատերազմ։ Ես Ազերի սրիտակ ապրող չեմ։ Աբարանցին երբեք Թրքի սրիտակ չի ապրել, ես ապարանից եմ։ Թող լինի, հայ չի վախենում, ոչ մի բանից։ Եվ ընդհանրապես թող մեր ժողովուրդը լավ հասկանա։ Հայերին վախից են կոտորած են ենթարկում, իսկ երբ որ հայը իր տեղում է, բոլորը հեռու են մնում։ Պատերազմը վախեցնել ինչ չեն կարող իսկ պատերազմը վախեցնել, որտեղ ես տեսել եմ էդի, բայց ես պատերազմ չեմ ուզում։ Այն ով որ ասում է պատերազմ անելու, Երեմը ինքը պատերազմ է բերում։ Պատերազմը հիմա էլ կա։ Պարտադիր չի որ իրար վրա կրակեն։ Փաշինյանին պատերազմ կանխող անվանողներ էլ կան, նրանից բացի ուրիշ ղեկավար չեն ուզում։ Կարծում եմ, որ ինքը անպայման կընտրվի, որտեղ մեկը ես ուրիշ առաջնորդ չեմ տեսնում իրանից բացի, իր բոլոր թերությունները։ Խաղաղության ձգտող ղեկավարը առաջինը կուժեղացնի բանակը, նկատում են երևանցիները, եթե սահմաններդ ամուր չեն, ինքնախաբեություն է խաղաղության մասին նույնիսկ երազելը։ Պատերազմ չլինելու համար պետք է ուժեղ բանակ ունենալ, ուրիշ ոչ մի բան, եւ աշխարհը դրա մասին շատ վաղուց գիտի։ Դեռ մեր թվարկությունից առաջ այդ ճշմարտությունը բոլորը հասկացել էին։ Չգիտեմ ինչի մերոնք այդքան բանա չեն ուզում հասկանալ, երևի ձեռ չի տալիս։ Հայաստանը լինել չլինելու խնդիր կա, ինքը գլուխը քարիներ տալի, ինքը աննկարագիր մեմարդը։ Մատ հին ասացված կա, որ իմ պապիկս էր ասում են, որ էլը թուրքը կանթե թրքծածը, սրանք թրքծած են։ Չլինելու մասին մոռանալու, լինելու համար արժանապատիվ եւ համարձակ ղեկավար են ուզում մարդիկ։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան, Հենրիկ Համազասպյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։